Արաբական աշխարհում Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը անցած տարվա հուլիսին էր 5 ժամ տևած հանդիպումից հետո մեկ ամիս էլ չէր անցել Վաշինգտոնյան շատերի համար ոչ միանշանակ ընդունելի փաստաթղթերը ստորագրվեցին։ Փաշինյան-Ալիև հանդիպման արարողակարգային կադրեր կրկին Աբու Դաբիից երկկողմ մասնակիցները ընդլայնված կազմով, ինչպես 25-ին էր։ Կառավարության հաղորդագրությունում նշված է, կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի հյուրընկալությամբ եւ վկայությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ թրիփի այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Ուղղակիորեն կապված է փետրվարի 9-ին նախատեսված ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ։ Հետևաբար արարողակարգային բաղադրիչից բացի կա նաև բովանդակային բաղադրիչ, որ ուղղակիորեն կապ ունի թրիփի նախագծի եւ ԱՄՆ փոխնախագահի այցի հետ։ Սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների օրակարգի որոշակի ճշգրտման խնդիր կա։ Մեհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների ղեկավարներն են նաև ներկա։ Ուր է հասել գործընթացը ինֆորմացիոն վակուումում եւ հայկական եւ ադրբեջանական կողմում։ ՔՊԱ-ականներից մի քանի օր առաջ հայտարարեցին Գեղարքունիքի մարզում իբրև թե սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում ադրբեջանական զորքերի հայկական օկուպացված տարածքից դուրս գալու մասին։ Քաղաքագիտական եւ վերլուծական համայնքը Ադրբեջանի կողմից նման քայլ կատարելը քիչ հավանական են համարում։ Ադրբեջանական զորքը հետ չի կանգնելու։ Ոչ մի անգամ զորքը հենց այնպես թղթով հետ չի գնում։ Ենթադրում եմ, որ սահմանագծում եւ սահմանազատում լինելու է բացառապես այն հատվածները, որոնք ուղղակիորեն առնչություն ունեն այս փուլում թրիփի հետ։ Ճանապարհները մեր տարածքով անցնելու են Մեղրիի հատվածով, այնտեղ հիմնականում երկաթուղային ենթակառուցվածքներն են։ Մյուս ճանապարհային հատվածը Գորիսով Սիսյանով անցնում է դեպի Նախճեվան Բաթաբադի հատված եւ երրորդը Գեղարքունիքի հատվածից Արարատով դեպի Սադակ։ Հələ Տիգրանաշենի հարցը կա, որ հետ կատարվի նախկին իրենց քյարքի պատասխան հիմնավորում չկա, որ Ադրբեջանն է եղել։ Ադրբեջանական կողմը շարունակում է Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումները, ել ավելի ընդլայնում արևմտյան Ադրբեջան խոսույթի մասշտաբներն ու աշխարհագրությունը, խեղաթյուրում Հայաստանի քարտեզը։ Դրան զուգահեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությունն ենք կարդում։ Կողմերը ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները եւ համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտությունը։ Հնարավոր ադրբեջանցիների այս կամ այն տեղով ինչ-որ մի քանակի Հայաստան վերադառնալու հարց կա։ Ադրբեջանը ելնում է այն մեկնագետից, որ մեր սահմանը պայմանական է, ավելին հստակ ունի որոշակի տարածքների նկատմամբ ակնհայտորեն բացահայտ լուրջ մշակված ձևակերպված մահաճներ։ Փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքը եւս շունչը պահած սպասում են արաբական աշխարհից սպասվող հերթական անակնկալներին, բայց եւ միևնույն ժամանակ վերլուծություններից նկատելի է, որ խաղաղության օրակարգի հաստատման ֆոնին ադրբեջանական կողմը կմեղմացնի պահանջատիրական ագրեսիվ խոսույթը Հայաստանում նախընտրական փուլին ընդառաջ։ Արաղչի Ֆիդան տետ-ա-տետ հանդիպումից հետո միջազգային լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերից մեկն է, ինչպես է պատրաստվում օրինակ Թուրքիան մեղմացնել, վերացնել լարվածությունն ու հնարավոր պատերազմը Միացյալ Նահանգների ու Իրանի միջև, ինչպես եւ ակնկալվում էր թուրքական դիվանագիտական պատասխանից ոչնչով։ ՆԱՏՕ-ի անդամ եւ Ամերիկայի դաշնակից Թուրքիան այդ հարցի լուծման համար միայն մեկ պատասխան կարող է ունենալ՝ զուտ ցանկության, հորդորի, կոչի տարբերակով։ Մենք կարծում ենք Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները պետք է վերսկսվեն կառուցողական հիմքի վրա, ինչը կարևոր է տարածաշրջանային լարվածության նվազեցման համար։ Մենք դեմ ենք Իրանի դեմ ռազմական միջամտությանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին Միացյալ Նահանգների դաշնակից պետության արտաքին գերատեսչության ղեկավարի ներկայությամբ հայտնեց, որ Ամերիկայի ու Իսրայելի միջև պետք է դադարեցվեն իր երկրի հետ սպառնալիքների լեզվով խոսելը։ Ըստ Արաղչիի, Իրանը երբեք դեմ չի եղել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարբերակին։ Մենք պատրաստ ենք եւ բանակցությունների եւ պատերազմի, ավելին ենք պատրաստ, քան տեղի ունեցավ հունիսին։ Բանակցությունները չեն կարող թելադրվել կամ նախապայմանների լեզվով կիրառվել։ Եթե կողմերից մեկը թելադրում է իր պահանջները, ապա բանակցությունները դադարում են։ Ամերիկա-Իրան լարվածությանը զուգահեռ միասնական ուժերով վարժանքներ են սկսել Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը։ Մինչև Հական Ֆիդանը Աբբաս Արաղչիի հանդիպումը սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին նաև, թե Իրանի այսպես կոչված թիվ 1 բորտը թռիչքի ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա։ Սա էլ ըստ որոշ փորձագետ վերլուծաբանների խոսում է Իրանի հյուսիսային դաշնակցի հետ հնարավոր գաղտնի հանդիպումների մասին։ Կարծում եմ, որ սա համաձայնագրերի համադրման նորված որոշակի հանդիպումներ կարող են լինել։
Ընդհանրապես Թուրքիան տարբեր տարիների Իրանի նկատմամբ դրսևորել է շատ զգուշավոր պահվածք։ Այս կոնտեքստում Թուրքիան կարող է դիրքավորվել որպես միջնորդ։ Թե դա ինչ արդյունք կտա, դժվար է ասել, որովհետև Թրամփը ըստեյության ոչնչացրել է բոլոր համաշխարհային խաղի կանոններն ու բանաձևերը։ Որպես տարածաշրջանային գերտերությունների Թուրքիայի եւ Իրանի միջև կա նաեւ մրցակցություն։ Թուրքիայի դիրքի առավելությունը հայկական կողմի համար կարող է բացասական ազդեցություն ունենալ Սյունիքով անցնող ճանապարհի թրիփի ուղու շուրջ տեղի ունեցող զարգացումների կոնտեքստում։ Այս մրցակցության այսպես ծիրում Թուրքիան ստանում է առաջնահերթություն։ Վերլուծաբանների դիտարկմամբ շատ կարևոր է նաեւ, որ Ամերիկայի եւ Իրանի միջև հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը չդառնա տարանցիկ երկիր տարբեր խմբավորումների տեղափոխման համար։ Ինչի փորձեր ես կարծում եմ կլինեն, եթե Իրանի նկատմամբ երկարատև ռազմական գործողությունների սցենար պլանավորվի, ինչը քիչ հավանական եմ համարում։ Բացի այդ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Իրանի դեմ հարձակման պարագայում Հայաստանը պետք է պատրաստ լինի Իրանից փախստականներին ընդունելու հարցում։ Չեն լինի այնպիսի միգրացիոն հոսքեր, ինչպիսին շատերը պատկերացնում են։ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան։ Արդարադատության նախարարի հայտարարությունն է։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախորդ տարվա ընթացքում ահազանգում էին, որ քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող գործիչները քրեական հետապնդման են ենթարկվում սեփական քաղաքական հայացքների համար։ Արդարադատության նախարարը սակայն վստահեցնում է, որ իրավապահ եւ քննչական մարմինների գործողությունները չունեն քաղաքական ենթատեքստ։ Մարդիկ մեղադրվում են ինչ-որ արարքներ կատարելու համար եւ անցնում նման իրավիճակներում ընդունված ընթացակարգերով։ Չի կարելի պատասխանվել քաղաքական հայացքի մարդու ստատուսի, կարգավիճակի յետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, այս փուլում դրա մասին ենք խոսում, ու հետո խոսել չէ քաղաքական հետապնդումների մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին պարտադիր պետք է տրվի հետո քաղաքական ենթատեքստ։ Վերջին 1 տարին աչքի է ընկել համացանցում եւ մեդիա այլ միջոցներով արված հայտարարությունների եւ արտահայտությունների համար մարդկանց քրեական հետապնդման դեպքերի առատությամբ։ Կա կարծիք, որ սա այլախոհության դեմ պայքարի ձև է, որը մինչեւ ընտրություններ ավելի հաճախ կսկսի կիրառվել։ Նախարար Գալյանը վստահ է, որ որոշ անձինք խոսքի ազատությունը շփոթում են ատելության խոսքի հետ։ Այս պահին ստեղծվում են գործիքներ այդ երևույթը զսպելու համար։ Այսօր ատելության խոսքի որոշ դրսևորումների համար կա քրեական պատասխանատվություն։ Բայց բացի սրանից, մենք հիմա հենց այսօր ինձ մոտ վերջնական քննարկում ենք ունենալու նախագծի այն փաթեթի, որը վերաբերում է ատելության խոսքի դեմ պայքարին ու սահմանելու ենք ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ, նաև ատելության խոսքի զոհ դարձած անձանց համար։ Մեդիա միջոցներով ոչ միանշանակ խոսքի համատեքստում անցած ժամանակահատվածը նշանավորվել է վարչապետ Փաշինյանի հայտարարություններով, որոնք նա արել է օրինակ Սրբազան պայքարի քրեական գործով կասկածյալների վերաբերյալ կամ եկեղեցու հետ հակամարտության ֆոնին։ Դրանք երբեմն ընկալվել են որպես անմեղության կանխավարկածի խախտում կամ հանրության տարբեր շերտերին միմյանց դեմ լարող խոսք։ Ինչ վերաբերմունք ունի օրենսդրական դաշտում քաղաքականություն թելադրող մարմնի ղեկավարը այս երևույթին։ Եկեղեցականների հետ կապված որոշ ապացույցներ նաև հասանելի են դարձվել հանրությանը եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն անելու սեփական հետեւությունները։ Ով է ասել, որ օրինակ եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորություն ունենա զինված օրինակ հեղաշրջում նախապատրաստելու։ Ով է ասել։ Չգիտեմ, ենթադրյալ արարք է, բայց մենք մեր դատողությունները կարող ենք անել եւ նաեւ նշել եմ, որ դրանք վճռորոշ չեն, պարտադիր չեն։ Գալյանը նաեւ անդրադարձել է նախորդ օրերին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ իրավապահը փորձում է կտանքներով ցուցմունքներ կորզել ինչ-որ քաղաքացուց։ Նախարարը խիստ դատապարտում է այդ երևույթը եւ անհրաժեշտ է համարում կոշտ արձագանքել պատժել մեղավորին։ Որ կառույցն է Հայաստանում դատավորների նկատմամբ այս կամ այն տեսակի սանկցիաներ կիրառում քրեական իրավախախտումների համար բարձրագույն դատական խորհուրդը, իսկ որ կառույցն է համապատասխան միջնորդություններով դիմում ԲԴԽ-ին, որոնց հիման վրա էլ վարույթներ են հարուցում։ Արդարադատության նախարարությունը ավելի ճիշտ հենց նախարարը այս հանգամանքը հաշվի առնելով միջազգային կառույցները Հայաստանին հանձնարարական են ուղղել։
հանձնարարական կա, որ արդարադատության նախարարի կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պետք է վերացվի, որտեղ դա անհամատեղելի է դատական անկախության հետ, գործադրի ներկայացուցիչ քաղաքական գործիչը ըստ էության նախաձեռնում է վարույթ, որը դատավորի անկախության միջամտություն է։ Միջազգային նորմերն ասում են, որ դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով բարձրագույն դատական խորհրդին պետք է դիմի դատավորների ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Մեզ մոտ հենց այդպես էլ արվում է, պարզապես կառավարության ներկայացուցիչների կարծիքով այդ կառույցի աշխատանքն այնքան էլ արդյունավետ չէ։ 2024 թվականին հանձնաժողով է ներկայացվել 583 դիմում, դրանցից որպես դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում դիտարկվել է 183-ը, կարգապահական վարույթ է հարուցվել 9-ով եւ բարձրագույն դատական խորհրդի միջնորդություն է ներկայացվել միայն 2 գործով։ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 անդամից 6-ը դատավոր են, 2-ը ոչ դատավոր։ Գործադիրն էլ որոշել է մաթեմատիկայի միջոցով իրավիճակը փոխել, ոչ դատավոր անդամների թիվը ավելացնել 3-ով ընդհանուր 11 հոգանոց կազմ դարձնել։ Ենթադրվում է, որ դատավորները խոչընդոտում են իրենց գործընկերների շարքերը մաքրելու process-ին։ Հարցն էլ այն է, թե ովքեր են համալրելու հանձնաժողովի ոչ դատավոր անդամների տեղերը։ Եթե նախկինում խոսում էինք հասարակական կազմակերպությունների մասին, հիմա խոսում են ոչ առևտրային կազմակերպություն, օրինակ հիմնադրամները եւս կարող են ներառվել։ Այսինքն առաջին բանը, որ ես նկատեցի, դա ոնց որ այն կառույցների շրջանակին լայնումն է, որոնց ոչ դատավոր անդամները կարող են ներգրավվածություն ունենալ։ Դատավորների ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում եւս մի քանի փոփոխություններ են ծրագրավորվում, որոնք ըստ իրավաբանների կարող են կիրառվել անցանկալի դատավորներին ճնշումների ենթարկելու համար։ Մենք առաջարկել ենք քվորումը սահմանել հանձնաժողովի առնվազն 7 անդամի կազմով եւ վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը ընդունել առնվազն 4 հոգու ձայներով։ Այսինքն, այս կամ այն ոչ դատավոր անդամների ձայնը բավարար է լինելու դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու եւ նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ միջնորդություն ուղարկելու համար։ Եթե խիստ չափանիշներ չկան, թե որ ոչ դատավոր անձին կարող են հավակնել նման կարևոր պատասխանատու պաշտոնին, մենք կարող ենք այլ ազդեցություններ ունենալ հենց այս հանձնաժողովում։ Գործադիրը հույս ունի այսպիսով ավելացնել բարձրագույն դատական խորհուրդ դատավորների վերաբերյալ ուղարկված միջնորդությունների քանակը, որքան շատ միջնորդություն, այնքան շատ պատժված եւ ուրեմն ավելի մաքուր դատական համակարգ։ Հավանաբար սա է տրամաբանությունը։ Մյուս կողմից արդարադատության նախարարի ԲԴԽ ուղարկված միջնորդությունների վերաբերյալ վճիռները սկսել են բեկանվել մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ դարձել են գլխացավանք Հայաստանի համար։ Այսինքն սա այն դեպքն է, երբ քանակը չէ, որ կարևոր է։ Հայկական գինեգործությունը դարերի պատմություն ունի ու հիմա էլ հայկական գինու բույրն ու համը ճանաչելի է աշխարհում, բայց որպեսզի այդ հնագույն մշակույթը չվերանա, պետական աջակցության ծրագրեր, նախաձեռնություններ են անհրաժեշտ։ Ներկայում խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը քարտեզագրել, գույքագրել է խաղողի այգիները, ստեղծվել են այգիների անձնագրեր, որոնք մուտքագրվելու են թվային հարթակում։ Կարծում եմ սա կօգնի մեզ մթերման գործընթացը ավելի սահուն կազմակերպել, որովհետև գիտեք խնդիրներ են երբեմն ունենում, որ շատ խաղաղագործներ պայմանագրեր չեն ունենում։ Հայաստանը գնալով ամրապնդում է իր դիրքը որպես գինեգործական երկիր։ Դեպի Եվրոպա հայկական գինիների արտահանումն ավելացել է։ Արտահանման հիմնական շուկան, սակայն, շարունակում է մնալ Ռուսաստանը։ Չնայած այդ ուղղությամբ արտահանման ծավալների որոշակի նվազում է արձանագրվել։ Պատճառը Ռուսաստանի հարկային դաշտի փոփոխություններն են։ Մեր գինեգործական ընկերությունները այնքան ճուկ ունեն, որ կարողանում են իրենց գործընկերների հետ պայմանագրերի վերանայման մասով դիրքերը ամրապնդել։ 2025 թվականի դրությամբ Հայաստանում գործում է 178 գինեգործական ընկերություն։ Ներդրումային հոսքերը գինու բիզնեսի մեջ բավականին ակտիվացել են։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ձևավորվում եւ զարգանում է գինու զբոսաշրջության մշակույթը։ Մեր երկրում եւս այդ առումով զգալի առաջընթաց է նկատվում։ Մենք տեսնում ենք, որ շատ գինեգործական ընկերություններ ներդրումներ են իրականացնում իրենց դռները բացել զբոսաշրջիկների համար եւ նոր ներդրողներն էլ իրենք այնպես են նախագծում իրենց
գործարանը, որպեսզի իրենք ունենան եւս այդ համապատասխան զբոսաշրջային բաղադրիչ։ Մայիսի 21-ից 23-ը Հայաստանում տեղի կունենա կոնկուրս Մունդիալ դե Բրյուսել հեղինակավոր գինու մրցույթը։ Մրցույթի շրջանակում 65 երկրից 400-ից ավելի մասնագետ համախմբվելու է մեր երկրում։ Բացառապես պրոֆեսիոնալ համտեսող մասնագետներից կազմված ժյուրին համտեսելու է 10,000 տեսակ գինի։ Նպատակ է դրված ոչ միայն հնարավորինս լավ ներկայացնել Հայաստանի գինու ոլորտը, այլև մեր երկրի մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները։ Բուն մրցութային ծրագրից զատ հյուրերի համար նախատեսված է նաև այցելությունների ծրագիր դեպի Հայաստանի գինեգործական շրջաններ։